գնահատում, ինչպես աշխատեց 8 տարվա ընթացքում։ Ես Փաշինյանի գործունեության մասին չեմ կարող ասել։ Լավ բան ես չեմ զգացել իմ ասենք առօրյայի վրա, ոնց կամ։ Վարչապետը պետք է շատ պատրաստված մարդ լինի, շատ գործունյա, շատ գիտուն, ժողովրդի մասին մտածող, որ մարդիկ գործ ունենան, լավ վարձատրվեն, մանկավարժը լավ վարձատրվի, բժիշկը լավ վարձատրվի, որ ինքը բժիշկը կապ չունենա հիվանդի գումարի հետ, կարողանա հոգով տարվի իր գործին, եւ մանկավարժը, եւ բժիշկը։ Ես ինքս մանկավարժ եմ, աշխատում եմ մշակույթի տուն, ես 50 տարի։ Դնում եք ինչքան սիրուն մշակույթ է, չէ՞ այստեղ, բա որ մեջը մտնեք ինչքան լավն է։ Ձեր կարծիքով ով է արել այս գործը։ Կարեն եւ Սամվել Կարապետյան եղբայրները։ Առաջ էս մշակույթի տունը հաջողում էին մի 10 երեխա։ Իսկ վերանորոգումից հետո, երբ որ կարգավորվել է, արդեն 300 երեխայից ավել հաջողում են ստեղ։ Ինչքան լավ է մեր շրջանի համար, երեխաներ են դաստիարակվում, երեխաներ են կրթվում։ Սա մեծ գործ է։ Սա բարի գործ է։ Եթե մեր Հայաստանում մեր Սամվելի նման ասենք մի քանի լավ տենց մտածելակերպ ունեցող մարդիկ լինեին, մեր Հայաստանը էլ ավելի լավ կծաղկեր։ Էլ ավելի լավ կծաղկեր։ Այս ինչ որ տենում եք, հələ նայեք ստեղ, այս ծրվոտի տակ, սա արել են Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները։ Գերդաստան, որը մարդկության համար շատ պիտանի գերդաստան։ Իրանք բոլորիս հոգսերին ուշադիր են եղել։ Այն մութ ու ցուրտ տարիներին, որ մարդիկ գազ չունեին, վառելիք չունեին, հաց չունեին, հազարավոր ընտանիքներ Սամվելը տարավ Ռուսաստան, իր գործունեությանը մասնակցեցին, փող աշխատեցին, ընտանիքներ կազմեցին, ունեցվածք ունեցան, մեքենաներ առան, մեբելներ առան տունը, իրանց տները կարգավորեցին եւ ապրան, ժողովուրդը ապրան։ Սա պետության հոգսն է, չէ՞ կիսում մարդը։ Երբ որ մարդուն գործ են տալիս, երբ որ մարդուն աշխատանք են տալիս, դա պետության հոգսն է կիսում, չէ՞ մարդը, տվյալ անձնավորությունը։ Իսկ անվտանգային առումով ինչ կասեք։ Անվտանգային առումով կասկածներ ունա, այդ անվտանգությունը լրիվ ապահովված է, ես չգիտեմ ինչ։ Ինչ չեմ կասկածում, որովհետև չեմ հավատում ինչ որ բանի։ Մարդու հավատը պետք է մի բանի, որ երբ որ եթե շարունակական լինի, այս խաղաղությունը դա շարունակական լինի եւ 4 տարի, 5 տարի, մի 10 տարի, այն վաղ ես նոր կհավատամ։ Մենք բանով ֆրանկ ենք, ասում եմ ինչեւ մենք աչքով չենք տեսնում, չենք հավատում։ Մենք չենք այս է։ Ո՞րն է այդ երկարաժամկետ խաղաղության։ Երկարաժամկետ խաղաղության։ Այն պարագայում, երբ որ Ադրբեջանը ամեն օր նոր զիջումներ է պարտադրում։ Հենց դա է վատ էլի։ Դա շատ վատ է, այդ պահանջները պետք է չունենան։ Եթե հակառակորդը ինքը նման պահանջներ չներկայացնի, էլի բան կհավատաս, բայց բաներ կա, որ ասենք խոսույթի մեջ, ասենք այդ հարևան երկրի պրեզիդենտը բարեր է, արտահայտություններ անում, որ կասկածներ առաջացնում մարդու մեջ, հասկանում եք, սա է իմաստը։ Ես կասկածում եմ, որ թուրքը կարող է, ես չգիտեմ, ադրբեջանցին կարող է դառնա եղբայր։ Չգիտեմ։ Սա ուր է գնում, ուր է տանում այս խոսույթները, չգիտեմ, մենք պետք է հզոր լինենք։ Երկիրը պետք է հզոր լինի։ Երկիրը ինքը պետք է արտադբան, ինքը շատ գործարաններ ունենա։ Ես չգիտեմ, արտադրություններ ունենա, ռազմավարական ճիշտ դոկտրին պետք է ունենա ինքը։ Կարողանան լավ զենքեր արտադրել, բանակը պետք է ուժեղ լինի։ Գիտես, հայի ոգին անկոտրուն է, էլի։ Հային չեն կարող կոտրել։ Եթե դրան գումարած մենք ունենանք հզոր բանակ, ունենանք զենքեր, լավ արտադրություն ունենանք, ասենք, գյուղատնտեսությունը զարգանա, գործարանները աշխատեն, մարդիկ լավ ապրեն, կարողանան տնտեսապես հզոր լինեն, ամեն ինչ լավ կլինի։ Մի բան եմ ուզում ասեմ,
Սամվելը մերն է, էլի։ Սամվելի անցյալները հենց մարդիկ են։ Մեր Սամվելի պապան ինքը 40 տարի, 50 տարի մանգավարժ աշխատավ։ Հազարավոր երեխաներ կրթեց։ Սամվելը հենց այդ հոր տղեն է, որ ինքը կրթված դաստիարակված ընտանիքից է դուրս եկել։ Մեր Կարեն Կարապետյանը, որոնք մեր հոգսերին իրանք անտարբեր չեն։ Տաշիրը սենց գեղեցիկ չէր կարա լիներ, եթե չլինեին Սամվել ու Կարեն Կարապետյանները, ուրեմն կոմունիստների վաղտ ես հիշում եմ, սարքելով գալիս էին, հասնում էին Ստեփանավան, Տաշիրը մոռանում են, դա առաջ որ Կալիննո էր, այսինքն արդեն վсё, Կալինոն ոնց որ իրանց հետաքրքիր չէր։ Սամվելը որ առաջի անգամ ուրեմն բիզնես գործունեության մեջ ինքը հաջողություններ ունեցավ, իմ մտքով անցավ, որ էսա կգա պապայի տունը լավ կսարքի, ճոխ բանկ, մի մեծ տներ կառուցի, սիրուն, բայց Սամվելը եկավ Տաշիր, առաջ իր այդ շինարարական քարը որ դրեց, նա եկեղեցի կառուցեց, եկեղեցու քարը դրեց։ Ու տենց գյուղում, Լեռնովի գյուղում, մեր գյուղում, ես Սամվելի գյուղից եմ, ուրեմն այդ կարճադոշ սար ունենք, դրա վրա եկեղեցի սարքեց։ Ուրեմն շատ հին եկեղեցի ունենք, այդտեղ գերեզմանոցներ կա, այդտեղ հին եկեղեցի է, 250-270 տարեկան, երևի ավելի 2 դար ու անց, 3 դար, հա։ Այդ այնքան սիրուն են կառուցել, վերակառուցել են, շատ սիրուն սարքել են, գեղեցիկ, շատ գեղեցիկ։ Սամվելը աստվածապաշտ է, նա եկեղեցապաշտ է։ Եթե Սամվելն ասում է, որ Սամվելը որ արտահայտվում է, ես կանգնելու եմ եկեղեցու կողքին, ժողովրդի կողքին, դա իրականություն է։ Դա ինքը իրականություն է, աղջիկ ջան։ Սամվելի արածը դարերով կմնա։ Եթե դարը մի հատ Սամվել ծնվի, սա մեր օգուտն է, սա Հայաստանի պարծանքն է։ Հիմա ես դատավարություն էլ գիտեք ինչ, ես դատավարություն ուղղակի ես առաջի օրերը որ լսեցի, որ սենց հարցեր է առաջացել, որ Սամվելին ինչ որ կալանավորել են բանման, ես ինքս արտասվել եմ, էլի, նման հզոր մարդուն, նման լավ մարդուն կալանավորել չի կարելի, սիրուն բան չի, գիտես ինչ, եւ աղջիկ ջան, մի բան ասեմ, ամենավատ աշխարհում ամենավատը դա երախտամոռությունն է, գիտես, երբ որ մարդը անում է, լավ բաներ անում է, եւ այդ մարդու արածը դու անտեսում ես, գցում ես ջուրը տանում է, չի կարելի աղջիկ ջան, սա ամենավատ բանն է, մարդը պետք է երախտամոռ չլինի կյանքում։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, թող Աստված տա Աստծո կամքով ամեն ինչ լավ լինի։